Հացեց հենց կերակրելու պահին։ Գյուղասերներ ջան, հուսամ լավ եք, այս լոբին հավաքելուց հետո այս տեղանքը ազատ է մնացել, ինքը փափուկ, փխրեցված հող է եւ որոշեցինք հենց այստեղ կանաչի ցանել։ Անձրևային եղանակները այսօր մի փոքր արդեն անձրևները կտրվեց ու իսկական ժամանակն է կանաչին ցանելու համար։ Հիմա ընդամենը մի հատ փոցխում ենք, հավասարեցնենք ու սկսենք ցանելը։ Անձրևներից հետո հողը լավ խոնավացել է ու իսկական ժամանակն է ցանելու, որը մենք արդեն կարանք նաև ձմռան համար ցանենք, իհարկե երբ արդեն ցրտերն հասնեն, պետք է ծածկենք, որպեսզի չցրտահարվի, բայց հիմա իսկական պահն է ցանքսը սկսելու համար։ Կարտոֆիլներ էլ մնացել հողի մեջ։ Հողը փորել պետք չի, քանի որ շատ փափուկ է ինքը, լոբու տեղն է սա, եւ նաեւ գիտենք որ լոբազգիները իրենք պարարտացնող հատկություն ունեն, ազոտական պարարտանյութով ինքը հարստացնում է լոբին։ Մեկ էլ միանգամից ամբողջը չենք ցանելու, ցանելու ենք քիչ-քիչ, որպեսզի բույսը միանգամից չաճի ու չփչանա, այլ աստիճանաբար մենք էլ դրանից սնվենք։
մաքրեցինք, մնում է սկսենք արդեն փոքր առուներ անելը ու այդպես ցանելը։ Հողը լավ խոնավ է։ Այնպես եմ անելու, որ արանքներով հնարավոր լինի քայլելը։ Վերեմ ես մի քանի առուն ցանեմ, նոր հասկանանք, եթե սերն է մնում, ներքևն էլ անենք, եթե չէ, թողենք այսքանը, սպանախ ենք ցանելու ստեղ։ Այսանք լավ ճտերի, հավերի խոտ կլնի, հավաքենք վերջում կտանք։ Երիքա երևի։ Հողը դեռ լավ խոնավ է ու կպչում է ոտքերիդ, մի քիչ դժվար է այսպես աշխատել, բայց ցանքսի իսկական ժամանակն է։ Գնանք սերմի հետևից։ Հողը պատրաստեցինք, հիմա սկսենք ցանքսը։ Այս էլ մեր սերմերը, ես քիչ-քիչ լցնեմ ամանի մեջ ու ամանով ցանեմ։ Ցանում ենք մեկ-մեկ իրարից մի 5 սանտիմետր հեռավորության վրա, որպեսզի սպանախները ձևավորվեն խոշոր ու իրար չխանգարեն։ Պետք չի շատ խիտ անել ու պետք չի նաև շատ նոսր անել։ Ցանելուց նաև այսպես ծածկում ենք, ժողովուրդ ջան, ձեռքով թեթև հող ենք լցնում, որպեսզի երկրորդ անգամ նորից նույն գործը չանենք ու անցնում ենք հաջորդ առուին։ Ինչ կարելի է ցանել սեպտեմբերին, ժողովուրդ ջան, հիմնականում ցանում ենք կանաչիներ։ Դա ցրտադիմացկուն կանաչիներն են,
այն կանաչիները, որոնք ցրտին դիմանում են։ Կարող է լինել գինձ, սամիտ, մաղադանոս, սպանախ, իսկ օրինակ ռեհան չենք կարող, որովհետև ռեհան ինքը ջերմասեր բույս է ու երբ արդեն ցրտերն ընկնեն, չի դիմանա ու կցրտահարվի։ Իսկ սրանք հեշտությամբ տանում են ցուրտը։ Ու սպանախը նաև շատ շուտ է աճում։ 1-2 օրից արդեն կտեսնենք առաջին ծիլերը։ Ցանեցինք ժողովուրդ ջան, կարելի է ցանելուց հետո ջրել, բայց քանի որ հողը շատ խոնավ է ու նաև անձրևներ է նախատեսված, դրա համար չենք ջրում։ Այսօր նաև մի փոքր ժամանակ գտնեմ, գոնե մի առու այս բողկերից քախան անենք։ Ամեն օր ասում եմ մտնեմ, բայց ժամանակը քիչ է, իսկ ես արդեն այս մոլախոտերն եկել փակել է, չգիտեմ տակը բողկ կա թե չէ։ Ու միանգամից նաև կանաչը տանենք թռչուններին կերակրելու ու տեսնենք այս խոտերի մեջ բողկ մնացել է թե չէ։ Ահա ավարտեցի այս մի առուն, այն 2 առուն կմնա հետո։ Ուստի տեսնում ենք, որ կան իհարկե բողկեր, որոնք մնացել են, բայց հիմնականում այսպես կամ դուրս չեն եկել, կամ հավերն են կերել, ինչևէ եղածները այսենց ծածկում ենք, որպեսզի հավերը նորից չուտեն։ Տեսնենք սրանցից բերք կստացվի, թե չէ։ Ոչ մի բան մեր բանջարանոցից հենց այնպես դեն չենք նետում, ժողովուրդ ջան։ Սենց մոլախոտերը կերակրում ենք թռչուններին, բերքը մեզ։ Նույնիսկ բանջարանոցում աճած մոլախոտը ինքը պետք է մեզ ինչ-որ մի ձևով կարելի է օգտագործել։ Չմոռանանք որդին էլ
եգիպտացորեն տանենք, իսի սոված չմնա։ Այս տարի բերք չտվեց եգիպտացորենը։ Չէ, ընդհանրապես չկա։ Օրեկան սենց մի քանի հատ անում ենք ուտումա։ Արդեն գիտի, որ վերակրելու եմ ու եկել սպասում է։ Ահա ժողովուրդ ջան, արդեն նաև պամիդորներն է հավաքելու, տեսնում եք լավ կարմրել է։ Բայց այսօր մենակ ուտելու համար եմ հավաքելու, թողնենք 1-2 օր էլ լավ հասնի, համ էլ եղանակները անձրևային է, իսկ անձրևային եղանակի ժամանակ պետք չի բույսին վերքեր հասցնելը, քանի որ այդպես հիվանդություն ինքը կարա ստանա։ Նրանք համամբեր ենք ուտելու համար այդպես հավաքենք։ Հիմնականում հավաքելու ենք այս սև պամիդորները, քանի որ ուտելու համար սա է հարմար, հաճելի ու մեկ էլ ինքը շատ հյութալի է, կարծես թե ուրիշ բանի համար չենք էլ կարող օգտագործել, բայց ուտելու համար շատ հավեսին սորտ է։ Սորտը կոչվում է Չորնայա գալակտիկա, ու տեսեք, նույնիսկ հավաքելու ընթացքում ինքը ընկնում է, հասածները ընկնում են։ Մյուս տարի անպայման սա էլի ցանելու ենք։ Շատ սիրուն հավեսին սորտ է իմիջիայլոց։ Ու տեսեք թփերի վրա դեռ ինչքան բերք կա։ Մեկ էլ ուզում եմ ցույց տամ, ինչ հյութալի պտուղներ ունի։ Տեսեք։ Սա հավաքենք ուտելու համար, քանի որ այսօր մենակ ուտելու համար ենք հավաքելու։ Կսահմանափակվենք սրանով, որ արդեն վաղը կամ մյուս օրը մնացած կարմիրները կհավաքենք արդեն պահածոյացնելու համար։ Տեսեք ոնց է հասածները թափել, որը հասնում է այսպես թափվում է։ Այս սորտի առանձնահատկություններից մեկն էլ է սա, որ հասածները թափվում են։ Ու մեկ էլ տեսեք, էլի կապել եմ նորից, ինքը իջել է։ Ծանրության տակ ժողովուրդ ջան, սա մենակ ծանրության ազդեցությունն է, որ այսպես թափվում, կախվում է։ Ոնց ուզում ես սարա, մեկա թափվում է։ Անցնենք այն կողմից, ավելի հարմար կլինի։ Այս տարի սենց սիրուն
լոլիկներ ունեցանք, որ իրա տեսքով ու համով մեզ զարմացրեց։ Սև գալակտիկա, այդպես է կոչվում այս համով ուտելի սորտը։ Համ առատաբերքը, տեսեք, ու համ այսպես համով։ Նայեք ոնց է թափել։ Չես կպնում, արդեն ընկնում է, ասածն ընկնում է։ Պիտի ժամանակին հավաքես, որ չթափվի, ափսոս է։ Սիրուն սեղանի սորտ է, էլի, կարելի է այդպես անվանել իրեն, սեղանի սորտեր են սրանք։ Հիմնականում սալատներում էլ սիրուն կլինի կարծում եմ, բայց ինքը իրենով հենց շատ սիրուն է, էլի։ Հասնելուց մի փոքր տակից կարմրում է, այդպես կարող ես իմանալ հասել է թե չէ։ Մեկ էլ եղանակի պատճառով այսպես ճաքել են, դա բոլորի մոտ է, էլի, ճաքած վիճակը։ Բայց դա ոչինչ, խնդիր չի։ Որ հավաքեմ դեռ շատ կլինի, ուղղակի հիմա մեզ քիչ է պետք ուտելու համար, երբ էլ պետք լինի կարանք մտնենք բանջարանոցից հավաքենք։ Հենց միաման հավաքել ենք երիքա։ Երկու հատ էլ էս լոլիկներից եմ ուզում պոկեմ, ինքը շատ սիրուն տեսք ունի, տեսեք։ Սա էլ է շատ համով պամիդոր, թամենը 2 թուփ է ու այսքան բերք կա իրա վրա։ Մի լավ արկղ բերք է 2 թփից։ Այս ճաքածն էլ խոշորներից պոկեմ։ Այ տեսեք ինչ բերք ունենք։ Իսկ մնացածը արդեն լավ չորանա, վաղը երևի արդեն արև կլինի։ Չորանա 1-2 օրից կհավաքենք։ Բայց տեսեք ինչքան լավ դեռ կանաչ կա իրա վրա։ Սա էլ մինչև խորաշուն պիտի որ հասցնի հասնելը, չհասցնի կհավաքենք, կդնենք մառանում կհասնի։ 2 բիբար էլ պոկեմ։ Երիքա ուտելու համար։ Մեկ էլ էս չերիներն ա, որ ինձ հիացրել ա ուղղակի։ Չէինք սպասում, որ սենց բան կլինի, սրանցից անպայման պետքա սերմը վերցնենք, որպեսզի մյուս տարի էլ ունենանք։ Սա նոր սորտ է, իմ ունեցած չերին չի, էլի։ Տեսնենք վարունգ կգտնենք, վարունգ արդեն դժվար է գտնելը։ Թփերը արդեն չոր են։ Այսա, ասես կերմեր փոքր մոքր կլինի։ Չգիտեմ արևանի կաճեն նորից թե չէ։ Լավ, այս տարի լավ բերք ունեցանք, որ չլինել արդեն իրա բերքը մի բան էլ ավել տվել է։
Էս էլ իմ այսօրվա բերքը, ժողովուրդ ջան։ Դուք այդ ընթացքում մի լավ մեկնաբանություն գրեք, լայքի կոճակը սեղմեք, ես էլ դեռ գործ ունեմ, պիտի կաղամբի տերև տանեմ թռչուններին ու նաև ուզում եմ մոխիրի տարբերակը փորձել կաղամբի թիթեռների դեմ պայքարելու համար։ Ճտերս դուրս գալ են ուզում, բայց իհարկե չեմ կարա իրանց բաց թողնենք, այսօր էլ էր ցուրտ, թեև անձրև չէր եկել, բայց ցուրտ էր։ Այստեղ էլ եկել հնդկահավերի հետ են խառնվել, որովհետև իրանց կերը աղացած է, իսկ իրանք աղացած սիրում են։ Հիմա լցնենք այստեղ հնդկահավերին առանձնացնենք։ Մի ջրամանը շուր են տվել այս հիմարները։ Սա խառնվել են իրար։ Արի այստեղ։ Սեք ոնց են սիրում կաղամբ ուտելը։ Այս հնդուշկեքս։ Արի առանձնացրում։ Տակները լրիվ խոնավացրել են քանի օրը։ Շաբաթ կիրակի պիտի մաքրեմ։ Տեսեք ոնց է ճտերից միսը ուտում ես վայրենի։ Այսօր ձու չի ածել, պիտի ածեր, բայց չի ածել, երևի կացի, բայց ստարացենք, որպեսզի բոլորը կարան ուտեն։ Մնացել է այստեղ։ Ածեց հենց կերակրելու պահին, փաստորեն ես սխալ էի։ Տակ-տակ